Սիրով ողջունում եմ բոլորիդ, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, անկախ եղանակից բոլորիդ մաղթում եմ հաճելի և ժպիտով լի օր։ Այսօր օրը կիրակի, առավոտյան ժամը 10 է, մթնդած, սառը, անպամած օր, տեսնում եք ամպերը, ձյունը առատորեն գալիս է, իսկ շատ վատ է, որովհետև ծառերը ծաղկած են, այս ձյունն ու սառը օդը բոլոր ծաղիկները և բերքը Իսկ հիմա սիրելիներս եկա ներս ցույց եմ տալիս մեր երեկոյի սեղանը, գեղեցիկ, դասավորված և համեղ ուտելիքներով սեղանը։ Դեպքները ցույց չեմ տալու, Մարիկա, բարի։ Բոլորիդ բարևում եմ, բարև ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ ջան, հարազատներս, իմ շատ սիրելի բարեկամներս, ողջույն, ողջույն, բարի օր, իսկ հիմա գտնվում եմ մեր խոհանոցում և ուզում եմ ինձ համար դնել մեկ գավաթ սուրճ, դուք էլ եթե ցանկություն ունեք ինձ հետ խմելու, գիտեմ որ ունեք, դրեք միասին վայելենք մեր սուրճը և խոսենք, մի քիչ զրույց անենք մոտիկից, հիմա ես կդնեմ իմ սուրճը, դուք էլ դրեք ձերը, շատ սիրում եմ դեղին գույնը, ասել եմ ձեզ, որ թե դեղին ծաղիկներն եմ սիրում, մի խոսքով հոգեհարազատ է դեղին գույնը, ինձ համար, հիմա դառը սուրճ եմ խմելու, և նստելու ենք զրուցելու, սա բավական է ինձ, առավոտյան հյուրեր եմ ունեցել, խմել եմ, սա արդեն կեսօրվա սուրճն է, ճիշտ է, ես գիտեք ձեզ ասել եմ, դուք քաջ ծանոթ եք, գիտեք որ բաժակներ պետք է չորացնեմ, խոնավ բաժակով չեմ սիրում խմել, ես սուրճ շատ չեմ սիրում, մի քիչ էլ ջուր խմեմ, այս երկու օր հարգելիներս իմ օրակարգը խախտել եմ, դիետան ավելի ճիշտ, զբաղվածության պատճառով չեմ պահում, դրա համար էլ ես երկու օր
դուրս չեմ եկել, էջս ոչինչ չեմ տեղադրել, մի քիչ լավ չէի զգում, այսօր ոչինչ, հարգելիներս, չէ որ դա էլ է աշխատանք, պետք է կատարենք։ Հիմա ուզում եմ էջումս տեղադրեմ եւ ձեզ ցույց տամ, խոսենք, ասենք, խոսենք եւ մի քիչ կիսվեմ ձեզ հետ։ Սուրճը եփի, այնքան ուրախ եմ այս խոհանոցի համար, ինձ լավ եմ զգում։ Արդեն լցրել եմ բաժակի մեջ, իսկ հիմա գնանք, նստենք, տեղավորվենք, սրճենք եւ մի լավ խոսենք։ Լիներս, այսօր այնպիսի մի լավ օր է, Մարինեի ծննդյան օրն է, դպրոցում նվերներ են տվել, գնաց փոխվի, գա, միասին կտեսնենք, թե ինչ նվեր են տվել ընկերուհիներս, սա էլ իմ սուրճը, նստենք եւ վայ։ Այսօր սիրելիներս, ասացի չէ, Մարինեի ծննդյան օրն է եւ իր ընկերուհիները մի երկու ընկերուհի նվիրել են նվերներ Մարինեի, սիրով ցույց է տալիս ձեզ, մոտիկ բեր, որ տեսնեն ինչ նվեր է ստացել իմ Մարինեն։ Արի այստեղ մի քիչ մոտիկ արի։ Արի մոտիկ Մարինե ջան։ Ահա, լավ։ Открыткա է սենց։ Բարի մաղթանքներ են գրել открыткայի մեջ։ Այս չուպա-չուպսա մեջ է դրել։ Կոնֆետ ասա։ Կոնֆետ է։ Երկու հատ Երեսի չգիտեմ։ Սալֆետկաներ են ու ժայշի։ Մաքրող։ Մատանի երկու հատ։ Երեխա են էլի սրտներով ինչ անցել են, նայել դրել են։ Սենց պոպկորն։ Սենց կոնֆետ, պապայի։ Չէ, սա ռիս է, ռիս։ Հա։ Շաքարավազով պատրաստա, շատ սարքել եմ ես տայի։ Սենց Բրինձով։ ալիգոլ։ Ահա։ Ու մի հատ է պոպկորն։ Ապրեն իրենք, Աստված իրենց շատ օրհնի։ Տեսնենք էլ ինչ ունեն։ Ստե պատվեսկա է, սենց։ Ահա։ Զարդ է։ Գեղեցիկ է, ապրեն իրենք։ Այս Ու սենց ոյկա։ սա ինչ է բացարա։ Էս այս։ Նոր է եկել դպրոցի դեռ։ Սենց Ֆեն է իր նասատկաներով, ձեցկի է երևի։ մազերն ափրծնում, սիրում Հա, լոկաներ անում։ լոքոներ է անում։ Սա սենց ռոզովի է։ Իրեն Իա մեջ էլերան։ Իրեք հատ սենց։ շիպցիներ են, որ մազետ հավաքել և սաներ են։ Սանդեր։ Որ մազերը կիսենք։ Շնորհավոր կրկին անգամ ծնունդդ, իմ սիրուն աղջիկ, իմ խելացի և լավ սովորող աղջիկ։ Մերսի շատ։ Մենք էլ կնշենք մեր ընտանիքի անդամներով, հարգելիներ, իսկ հիմա հավաքի, գնա հացդ կեր, Մարինե ջան, իսկ ես մի քիչ զրույցեմ մեր հետևորդների հետ։ Ես խմենք սուրճը, հարազատներ ջան, մենք մի տանիչ չենք, բայց բոլորիս կյանքի ճանապարհը վստահ եմ ունի նմանություններ, նույնանման բարդություններ, խնդիրներ, այդ խնդիրները մեզ ուժ տվեցին, որ քայլենք առաջ Աստծով, ամեն առավոտ մեր օրը սկսենք Աստծուն փառք տալով, գոհություն հայտնելով, առանց Աստծո մենք ոչինչ ենք, ես միշտ շնորհակալ եմ լինում Աստծուն, ասում եմ Տեր իմ շնորհակալ եմ քեզանից, իմ լավ ու վատ օրերի համար, իսկ հիմա մի փոքր զրույցենք մեր տան բացման արարողությունների մասին, կներեք չկարողացա շատ նկարել, ուղղակի հասրեցի մի փոքր նկարել սեղանը, մի փոքր պարելու ընթացքում, ասեմ, որ ամեն ինչ շատ լավ անցավ, շատ ուրախացանք, պարեցինք, հաճելի երեկո անցկացրեցինք բոլորս միասին, բոլորն էլ գոհ էին, ուրախ էին և կիսում էին մեր ուրախությունը։ Ուզում եմ, որ բոլորդ էլ այստեղ ունենաք ձեր սեփական տունը, ձեր բնակարանը, եթե ապրում ենք, ուրեմն պետք է ունենանք մերը, մեր սեփականությունը լինի։ Երկրորդ բաժակն է ասեմ, հյուրեր ունեի, խմեցինք միասին առավոտյան, հիմա երկրորդն է։ Սիրելիներս,
Իմ հետևորդուհիներից մեկը Անուշը այսօր առավոտյան բացեցի էջս եւ կարդում եմ գրում էր Մարինե ջան, եթե Հայաստանում տուն ունեք, չվաճառեք, մեր Հայաստանում դրախտավայր է, վերջ վերջով պետք է մենք Հայաստանում ապրենք։ Անուշ ջան, սիրելիս, մենք չենք վաճառելու մեր բնակարանը, մենք մեր բնակարանում ապրելու ենք Հայաստանում, սիրելիներս, ես շատ հաճախակի եմ գնում, ընտանիքս շուշուտ է գնում Հայաստան, ես Հայաստանին շատ սիրում եմ, իմ չրքնաղ դրախտավայր Հայաստան, իմ ծննդավայրը, իմ օրանը, ես չեմ կարող մոռանալ, ես գնալու եմ սիրելիներս, ոչ մի անգամ չենք վաճառելու հարգելիներս, բայց այստեղ էլ թող ունենանք, հարկ լինի, այստեղին է կվաճառենք և կգնանք մեր հայրենիքը, այսքան էլ Անուշիս համար, ես ձեզանից այնքան գոհ ու շնորհակալ եմ սիրելիներս, այնքան զգացված, ջերմացած, այնքան լավ գրառումներ եք գրում, բարի, կամեցող, շատ հիանում եմ ձեր գրած գրառումներով և կրկին անգամ շնորհակալություն բոլորիցդ, անհատապես բոլորիցդ մեկ առ մեկ, թե Նազելից եմ շնորհակալ, տիկին Կարինեից, Աֆրոդիտայից, Ամալիայից, Ֆլորայիցս, բոլորիդ համբույրներ, այս ինձ գրկում եմ, համբուրում եմ, սիրելիներս ճիշտ է այսօր մեզ մոտ առավոտյան ձուն եկավ սառը, օդ սառը քամի, բայց հիմա արդեն արև է դուրս եկել, պայծառ, շատ տաք եղանակ է, ուղղակի արդեն այս 2 օր ցուրտ է անում, դա էլ ոչինչ, այսինքն արևոտ տաք եղանակ եմ ցանկանում ձեզ, ցանկանում եմ ձեր հոգում միշտ ջերմություն լինի, ձեր հոգում սեր լինի, բարություն լինի, բարությունը կյանքի գիրք է, որ բնակվում է մեր հոգում, եթե մարդ բարի է, բարին կկամենա, եթե չար է, չի կարող բարին կամենալ, ձևական էլ չի ստացվի, սիրելիներս, ուզում եմ ասեմ, ձեր բարության համար էլ շատ շնորհակալ եմ, Աստված միշտ ձեր կողքին լինի, ձեր ընտանիքին հաջողություն տա, օրհնություններ լցնի, ձեզ առողջություն տա անսահման, շատ ուրախ եմ սիրելիներս, որ ունեմ ձեզ նման հարազատ բարեկամ դարձած հետևորդներ, թող ձեր կյանքի անցնելիք ճանապարհը լինի հարթ ու կանաչ, միշտ լինեք ուրախ և օրհնված, այնքան ցուրտ է մեզ մոտ, որ չես կարող դուրս գալ, շատ ցուրտ է, հիմա ճիշտ է արև է դուրս եկել, բայց նորից ասել են, որ պետք է ցուրտ լինի, սածիններս այնքան են մեծացել, բայց չեմ կարող անգամ ջերմոցում դնել, հիմա այս 2 օրն էլ անցնի, երկուշաբթի այսօր, երեքշաբթի, չորեքշաբթին անցնի, կամաց արդեն կփորենք, մի 2 օր էլ փորած թող մնա, որ տաքանա եւ արդեն երևի լոլիկները արդեն կսածիլ են պամիդորները, իսկ պղպեղները եւ սմբուկները սիրելիներս դեռ շուտ է, մայիսի 15-ից հետո, դեռ անգամ չենք վարել հողը, չենք փորել, մայիսի 15-ից հետո, տոներին երևի կվարենք, մի 4 օր տոն է այստեղ, հետո արդեն կամաց կանցնենք մեր գործին, արդեն վաղվանից մեր հողամասում կսկսենք աշխատանքներ անել, ճիշտ է էտել են, չոր ճյուղերը կտրել են, բայց այնտեղ պետք է քախանենք, խոտերը հանենք, մի խոսքով բավականին գործեր ունենք, սիրելիներս այս խնջուկից մի քիչ միս է խաշլամա ավելացել, ուզում եմ այսօր այդ խաշլամայով և կարտոֆիլ էի առանձին խաշլամայի ջրով պատրաստել խորովածի քյաբաբի հետ միասին, մնացել է, ուզում եմ ուղղակի սոխառած անել և կարտոֆիլը եփած ափսոսե մսի հետ սարքեմ սոուս, մի քիչ ասեցի նստեմ զրուցեմ ձեզ հետ, կիսվեմ իմ ուրախությունը կրկին անգամ, ձեզանից շնորհակալություն հայտնեմ ձեր բարի սրտի համար, ապրեք, կեցցեք դուք, որ այդքան բարի եք, Աստված օրհնի ձեզ, սիրելիներս միշտ բարի եղեք, և հիմա գնանք միասին խոհանոց, միասին կպատրաստենք, այնտեղ պատրաստելու ոչինչ չկա, ուղղակի սոխառած կանեմ, եփած միսն ու կարտոֆիլը կլցնեմ
մի քիչ ջրալի ճաշ կպատրաստենք, արդեն քանի օր է, չոր, որպեսզի դե կանաչին ունենք, թթուներն ունենք, ամեն ինչը կար։ Հիմա մի քիչ զրուցենք եւ վեր կենանք միասին, գնանք մեր խոհանոց։ Սիրելիներս, այնքան լավ է, որ ամառվա պատրաստածը ունենում ես։ Տեսեք, ապրիլի վերջն է, չէ՞, բայց մենք դեռ թթուներ ունենք, արդեն վերջանում են, բայց դե ունենք բավականին պատրաստել ենք։ Մսի սուջուխը ասեցի մեր տնականն էր, որ այսենց լի ու բոլ սեղաններին կար։ Այնտեղ ունենք նաև մեր բաստուրման, չերի մի քանի տեսակ, մի քիչ էլ որդիս էր առել, ամեն ինչ շատ լավ էր, ամեն ինչ լավ անցավ, ոչ մի բան ուտելիքի մեջը չի, Աստծո խոսքի մեջ է ամեն ինչը, քաղցրությունը համնհոտ է, բայց երբ որ արդեն հյուր ես կանչում, ուզում ես, որ լավ հյուրասիրես, որ արքով փառքով ճանապարհ դնես, չէ՞ որ հյուրերն էլ իմ հարազատներն են, իրենք էլ մեծ ուրախությամբ, երեխաները պարեցին, ուրախացան, շատ լավ գեղեցիկ օր ունեցանք, թող բոլորիդ օջախներում այդպիսի գեղեցիկ, լավ, ուրախ օրեր լինեն, հարգելիներս, միշտ ուրախ լինեք, գազ օջախը վառեմ, մի փոքր յուղ եմ դրել, հարգելինես, որովհետև միսը շատ յուղոտ է, մի քիչ էլ ցածրացնեմ և եփելու եմ նոր կաթսայով։ Այս խոհանոցում բոլորը նոր են։ Հիմա կտրեմ մեկ փոքր գլուխ սոխ, սոխառածի համար, մաքրել եմ արդեն, 3 հատ կարտոֆիլ, մի հատ մեծներ եփած կա մեջը, բավական է։ Ահա, մանր կտրատեմ, այնքան ուրախ եմ, որ կոկիկ, գեղեցիկ խոհանոցում եմ պատրաստում և պատրաստում եմ ուրախ, պատրաստում եմ հոգով և սրտով, at դուշի, որովհետև կահավորված խոհանոցում պատրաստելը մի ուրիշ հաճույք է, պատրաստում եմ մեզ համար, ցույց եմ տալու ձեզ համար, սա այստեղ, մի քիչ էլ հավաքեցի, սիրում եմ, որ մազերս հավաքած է լինում խոհանոցում և հետևորդներս ինձ ասում են, որ քեզ շատ ես ազում հավաքած մազեր, շնորհակալ եմ ուշադրության համար և շատ ոսկեգույն ավելացնում եմ մի ճաշի գթալ կարմիր քաղցր աղացած պղպեղ, խառնում եմ, թող իրար հետ մի քիչ խառնվեն, ավելացնում եմ, ասեմ, որ հայկական տոմատի մածուկն է, սիրելիներս, ովքեր են հիշում, որ մի ճաշի գթալ բավական է, ովքեր են հիշում, օջախ ենք անում, տոմատի մածուկը օջախի վրա երբում ենք են օջախի հանուն ու հոտը, իսկական այս տոմատից է գալիս, մեր Արտաշատի տոմատի զավոդից են ուղարկել և այստեղ վաճառում են բուխտա, ես ռեկլամ չեմ անում, քավլիցի, սիրելիներս, ուղղակի ձեզ ասում եմ, ովքեր մոտիկ են ապրում, թող գնեն, շատ համեղ տոմատ է, մի փոքր մաքուր ջուր կլցնեմ, որպեսզի խառնեմ, մսի ջուրը շատ քիչ է, հիմա թող մի հատ բերանը ծածկեմ, այս տոմատի մածուկը Արտաշատի ֆաբրիկան է, բայց չեմ ծակնոցներս դնեմ, նայեմ, Արտաշատ ֆուդն է, շատ համեղ է, bez կրասիցելի, bez, առանց կրասիցելի է, իսկական տոմատ, ոնց որ են, որ մի քիչ էլ տակը կպչում էր, համ ու հոտ էր գալի, այ դրանից է սիրելիներս, որոշեցի այսօր պատրաստեմ տոմատի այս մածուկով, ունեիմ լոլիկ մաքրած իր սոուս մեջ, ոչ,
ամուսինս ասեց այս տոմատով պատրաստի, ուզեց երևի հիշողությունների ճաշը եպեմ, տեսեք, 4 կանանչի չեմ լցնելու, որ հիմա սոխառածի մեջ լցնեմ, սիրելիներս կլցնեմ թարմը կանանչի, հիմա այսպես կտրտել եմ մանր կարտոֆիլը, նորից խառնեմ և հիմա միսը կավելացնեմ, ջուրը քամված է իր ջրով, վերցնեմ բռնիչ, հայկական բռնիչ է, բերել է Հայաստանից, պահել եմ այս նոր տան համար, ահա, հիմա տեսեք, այստեղ միսը լցնեմ, սա է ավելացել ընդամենը, հաջորդ օրն էր մեր արարողությունը շաբաթօրներ չէ հարգելիներս, իսկ հաջորդ օրը կիրակի օրը հարևաններին էլ կանչեցինք, հյուրասիրեցինք, ուրախացանք հարևանների հետ, ուղղակի վիդեո չէ, ֆոտո ունեմ նկարված հարևանների հետ, իսկ ֆոտոն ինձ թվում է չի կարելի, YouTube-ը չի թողնում, որ գցենք, մի հատ էլ եփված կարտոֆիլ ունեմ, դա կկտրտեմ, կգցեմ, հետը թող եփի, խնդրեմ, շատ համեղ միս էր, ասեմ, ջուրը քիչ է արել հարգելիներս, շատ քիչ, ընդամենը մեծ խազանով պատրաստել էի, սա ասենց կկիսեմ կարտոֆիլը, երևի 1-3 լիտր ջուր չէի լցրել, այս մեծ կաթսայի ջրից սա է ավելացրել, նայեք ինչ յուղոտ է, ահա սա էլ այսպես կլցնեմ, կխառնեմ և կթողնեմ թող եփի, կարտոֆիլը, միսը, դե արդեն եփված էր, մնում էր կարտոֆիլը, հիմա կտրտում եմ դեղին պղպեղ, թարմը և մի փոքրել կարմիր պղպեղ, թող սեմուչկաներն է մնան, ոչինչ, և համեմ ու սանի, մի փունջ, մի բույր է տարածվել խոհանոցումս չեք պատկերացնի, անմահական բույր, այսպիսի համեղ ճաշ պատրաստեցի սիրելիներս, կարտոֆիլով, մսով, մսի արգանակով և թարմը կանանչիներով մի համեղ ճաշ, եթե հավանեցիք կարող եք պատրաստել և անուշ անել, էլի բաժանորդներ ջան, թող ձեր օջախներից անպակաս լինի Աստծո լույսն ու օրհնությունը, ամենից շատ ուզում եմ, որ լինեք առողջ, սիրված, անհոգ ու երջանիկ, անկախ եղանակից բոլորիդ մաղթում եմ հաճելի օր և ուրախ օր, սիրելիներս, նորեկներ ջան, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակոճակը, դրեք լայք և մի գեղեցիկ գրառում գրեք, ինձ համար շատ հաճելի է այդ բոլորը, ես սիրով պատասխանեմ ձեր գրառումներին և սիրելիներս, այսքանով ավարտում եմ այս հոլովակը, մինչ նոր հոլովակ սիրելիներ